Նյու Յորքի նավահանգստում գտնվող Էլիս կղզին ազատության արձանից հետո երկրորդ հայտնի զբոսավայրն է։ Մարդիկ երբեմն գալիս են այստեղ տեղեկություններ գտնելու իրենց նախնիների մասին եւ հասկանալու, թե ինչու են նրանք ժամանակին լքել իրենց հայրենիքը։ Սակայն Միացյալ Նահանգներ ներգաղթի բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաեւ նախքան Էլիս կղզու բացվելը եւ կղզու փակվելուց հետո էլ։ Այդ շրջանին է նվիրված Ամերիկայի բնակեցումը կոչվող նոր ցուցահանդեսը։ Այցելուների ծանոթությունը սկսվում է այս գլոբուսով, որը ներկայացնում է մարդկանց գաղթերը հազարավոր տարիների ընթացքում։ Ստիվեն Բրիգանտին ազատության արձան Էլիսի կղզի հիմնադրամի նախագահն է եւ գործադիր տնօրենը։ Շատ մարդիկ էին գալիս այստեղ եւ որևէ տեղեկություն չէին գտնում իրենց մասին։ Նրանք կամ շատ վաղ են ժամանել Միացյալ Նահանգներ, կամ որ ավելի հավանական է վերջերս են եկել, եւ մենք ոչինչ չենք կարող ասել նրանց մասին։ Այսպես որոշեցինք ներկայացնել ամբողջ պատմությունը եւ կարծում եմ սա ամենաճիշտ վայրն է դա անելու համար։ Ցուցահանդեսը ներկայացնում է Ամերիկայի բացահայտման եւ գաղութաբնակեցման առաջին օրերը եւ հակամարտությունները բնիկ ամերիկացիների հետ։ Ու թեև այստեղ են ժամանել հիմնականում ազատ մարդիկ, ցուցահանդեսը չի խորշում ներկայացնել նաեւ ստրկության պատմությունը, ասում է ցուցահանդեսի բովանդակային դիզայներ Քլեյ Գիշը։ Ստիպված են եղել գործ ունենալ նաև ստրկության հետ։ Որոշ մարդկանց բերել են իրենց կամքին հակառակ։ Նրանք նույնպես երկար ճանապարհ են անցել եւ ստիպված եղել հարմարվել նոր երկրին ու նոր պայմաններին։ $20 միլիոն արժողությամբ ներկայացված նյութերի մեծ մասը վերաբերում է 1954 թվականից հետո ընկած ժամանակահատվածին, երբ ներգաղթյալները ժամանում էին Միացյալ Նահանգներ օրինական եւ ապօրինի ճանապարհներով, ինքնաթիռով, ոտքով, իրենց պատրաստած լաստանավերով եւ նավերով։ Իրական ներգաղթյալների հետ հատուկ հարցազրույցների միջոցով ենք ներկայացնում նրանց անհատական պատմությունները։ Նորաբաց ցուցահանդեսը արտացոլում է ներգաղթի փոփոխվող պատկերը եւ տրամադրությունները, ինչպես այցելուներից մեկն է ասում։ Հետաքրքիր է, որ մեկ դար առաջ ներգաղթի այդպիսի ազատ քաղաքականություն ունենալուց հետո այսօր մենք նույնքան հյուրընկալ չենք ներգաղթյալների հանդեպ։ Գործադիր տնօրեն Բրիգանտին ներգաղթն անվանում է ամերիկյան ԴՆԹ, նա խոստովանում է, որ չնայած այստեղ երբեմն կոշտ վերաբերմունք է ցուցաբերվում, Ամերիկան եղել է եւ շարունակում է մնալ ներգաղթյալների երկիր։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։